3 օր շարունակ Սյունիք ֆուտբոլային ակումբի 9-ից 16 տարեկան շուրջ 200 պատանի ֆուտբոլիստներ հնարավորություն ունեցան դիտելու մարզաշխարհի լեգենդի Պելեի մասին ֆիլմը։ Սյունիք կինոթատրոնում նրանց համար հատուկ ցուցադրություն էր։ Ես այս կինոթատրոնում շատ եմ եղել, շատ կինոներ եմ նայել, բայց Պելեի կինոն ամենալավն էր։ Կինոից հասկացա, որ չպետք է փոխել քո տեսակը։ Այս կինոն սովորացնում է, որ պիտի դու մինչև վերջ պայքարես, որպեսզի հասնես քո ուզածին։ Սա մոտիվացիան ապահովելու համար էր։ Թող փոքրիկ քաղաքում ապրող տղաները հավատան, ֆուտբոլը կարող է նրանց դարձնել աշխարհի ամենահայտնի մարդը։ Դրա համար պետք է միայն աշխատասիրություն, ասում է մարզիչը։ Աշխատասիրությունը մի պահ եկավ, հավասարվեց ու անցավ այդ տաղանդին։ Իհարկե տաղանդը շատ կարևոր է։ Կարծում եմ ամեն բնակավարում տաղանդը կարևոր է, առավել եւս սպորտում, բայց եթե տաղանդը կա, աշխատասիրություն չկա, ցանկություն չկա, դա շատ քիչ է այս պահին ֆուտբոլում։ Ժամանակակից տենդենսները առաջ են գնում ֆուտբոլի, չես կարող միայն տաղանդով առաջ գնալ։ Աշխատասիրություն, նվիրվածություն, ինչը ինքը տեղով մեկ այս ֆիլմից կհասկանան երեխաները ու կա արդեն ովքեր դիտել են պատերի տակ, թե մեր մարզիչների ներկայացում, թե հենց հանդերձարանում արդեն լսում ենք խոսակցություններ, որ այս ֆիլմից հետո շատ ավելի հակված են, որ փորձեն ամեն ինչ անել, ֆուտբոլ խաղան, իհարկե, ոնց որ դուք նշեցիք, վաղամիսօր ունենանք կապանից նույն ժամանակ Պելեն է, ինչու՞ չէ։ Կինոսրահից դուրս եկած երեխաներից յուրաքանչյուրը պատմելու բան ունի, յուրաքանչյուրը մտքում համեմատում է իրեն լեգենդի հետ։ Շատերը տպավորվել էին Պելեի ցավը հաղթահարելու կարողությունից։ Պելեն շատ էր չարչարվում, լինում էր ժամանակներ, որ նա շատ լարվում էր, բայց հետո իր տեղին էր բերում եւ գնում էր գոլեր էր խփում եւ իր թիմին հաղթանակ բերեց։ Ես պաշտպան եմ եւ ոտս ուժեղ ծալել էի, շատ ուժեղ ցավում էր, բայց ես էլի գալիս էի պարապմունքներին։ Չհանձնվել իհարկե, ամենաառաջինը հենց դա է տպավորվել, որ պետք չի հանձնվել։ Մենք էլ ենք շատ պարտություններ ունեցել, հետո արդեն հաղթել ենք։ Սյունիք ֆուտբոլային ակումբը միայն Կապանում իր շուրջ հավաքել է 500-ից ավելի երեխայի։ Նրանցից մի քանիսի մասին մի օր հաստատ լսելու ենք, գուցե նաև ֆիլմ ենք դիտելու։